Թոշակների մասին։ Երեք կառավարության նիստում այս խեղկատակը հերթական անգամ ձեռ է առնում, այ ոչնչություն, այ խլուրդ, այ ամբարի մուկ, այ ցորենի ամբարի մուկ, դու ինչ ես քեզնից ներկայացնում, որ դու պիտի աշխարհը վայելես, քո ապօրինի լամուկները աշխարհը վայելեն, գողանաս, կողոպտես երկիրը ու ձեռ առնես թոշակառուին, ասում է 10,400 դրամը, որ 10 թոշակառուին ինչի վրա պիտի ծախսեի, քեզ թաղման համար ծաղիկ գնելու, բայց ափսոս է, քեզ վրա, քո անձամբ ես, որ տանեն գնդակահարության ծաղիկ չեմ գնի մեկ հատ, այր սենց բան կլինի, տեղից դուրս եկողը թոշակառուի չունեցած փողն է հաշվում, այ աննորմալ, այ կապելու գիժ, դու մտածել ես թոշակառուն ինչպես է ապրում, ինչպես է գոյությունը քարշ տալիս, քո ղեկավարած երկրում, այ գետինը մտնես, թոշակառուի ստացած թոշակը իր դեղորայքին չի բավարարում, այդ թոշակառուն ուտելու, հագնելու, ներողություն, իր թորանը մի շոկոլադի սալիկ գնելու իրավունք չունի, հա? Եթե այդքան հնարավոր է քո տված թոշակով գների այսպիսի ահավոր բարձրացման դեպքում ապրել, դու արի կլինի որևէ ամենաբարձր թոշակով, մեկ ամիս ապրիր, մենք օրինակ կվերցնենք, ես անձամբ պատրաստ եմ կրկնել, օրինակ սովորեմ ու ես էլ այդպես ապրեմ, դու այ կապելու գիժ, այ խելար, այ մայմուն, ես քեզ կապիկ չեմ ասում, որովհետև կապիկը բնական զարգացման հետևանք է, դու մայմուն ես, այդ ամբիոնի մոտ թրջկոտում ես, աջ, ձախ, զսպանակի նման գնում ես, գալիս ես, թևերդ, ոտքերդ, մեկ էլ աննորմալի նման ձեռդ ուր ես տանում, ուր ես հոտ քաշում, Ոյ, ներողություն, մեր ժողովուրդը լավը չի, եթե մեր ժողովուրդը լավը լիներ, այս կապելու խելարը վաղուց պիտի գահանքեց արված լիներ, վաղուց, եթե նույնիսկ չճանաչելով այդպես վազեվազ գնացիք ձայն տվեցիք և թագավորեցրիք անգլոսաքսերի ու թուրքերի երազանքը, գոնե 21 թվականին չգնայիք, անամոց ժողովուրդ, ապերախտ ժողովուրդ, դու ոնց գնացիր քո զավակների արյան վրա ձայն տվեցիր այս թուրքերի լամուկին, այս թուրքի գործակալին, սրանք բոլորը գործակալներ են, լավ իմացեք, բոլորը, երեք Վահագն Չախալյանը, որ այդ 18 արդարներից մեկն է, գիտեք ինչ էր ասում, ասում է, եթե ինչ-որ ձայնագրությունների մեջ իմ ազգանունը 4 անգամ հոլովվել է, ընդ որում առանց անվան, այսինքն դա կարող է բացարձակ այլ մարդ լինել, նույն ազգանունով, ասում է, բա, նոյեմբերի 9-ին 20 թվականի, 30,000, 35,000-ից ավելի մարդիկ
մի ազգանուն էին գոռում, պահանջում, բա ինչու դատախազությունը գործ չի հարուցում, որովհետև այն ժամանակ կրկեսի շնիկ Արթուր Դավթյանն էր, հիմա էլ կամրջի տակի սակ դարի միասա հավ Անահիտ, հա, անունը ոնց է դրա, Անահիտ Վարդապետյան, եթե չեմ սխալվում, դատախազը, Աննա, ներողություն եմ խնդրում, Աննա Վարդապետյանը, դու նամուս չունես, բացարձակ նամուս չունես, ով պիտի կատարի քո պաշտոնական գործառույթը, թե չգիտես ինչ պիտի անել, եթե չգիտես, դրա համար կա միջոց, դիմում են գրում ու ասում են, ինձ ազատել աշխատանքից որպես անպետքություն, սխալվել եմ, համաձայնվել եմ, ես ասել եմ, չէ, Նիկոլը այդ բոլոր էքերին ճիպոտով է տանում պաշտոնի, ճիպոտով, որպեսի կարողանա հետո հեշտ պրծնել, նա ինքն անամոթ է, կասի, Աննա Վարդապետյանը թող ինձ ձերբակալ էր, եթե ես սխալ էի, իմ խելքը չի ասել, արել եմ, ձերբակալեք, դատապարտեք, պատասխանատվության կանչեք, նա ինքան ստոր է, որ ամեն տեսակի երևույթներ նրա համար խորտ չեն։ Ժաննա Անդրեասյան, ես քեզ շատ եմ քարկոծել, էլի եմ քարկոծելու, դու չես ամաչում, որ խոսում ես նկարիչների միության մասին, գրողների միության մասին, ճարտարապետների միության մասին, այ մարդ, ես ինչ ախորժակի տերեք, կերկող եք եղել, մեջներ է, մեկը չկա, որ ասես, թե 22 կիլոից ավել քաշ ունի, որովհետև դուք այնքան ագահ եք, ձեր աչքը այնքան բան է տեսնում, դրա համար չեք կարողանում մարդակերպ մտնել, չեք ամաչում ընկել եք ստեղծագործական կազմակերպությունների հետևից, ձեր հոր աշխատածն նրանց տրվել, թե չնայած լավ եք անում, Միրոյան չեղած, ես քանի անգամ քեզ ասել եմ, երեսիդ եմ ասել, ձայն ծպտուն չեք անում, Նիկոլը բոլորից սրտով է, դե տեսեք հիմա ինչ է անում ձեր գլխին, քիչ է անում, պարզապես։ Ես ուղղակի զարմացած եմ, ես մեր մտավորականությունը ուր է, ինչով եք զբաղված, բամբասանքով, մեկը մյուսի տակը քանդելով, ես ինչ եք անում, երկիրը որ չեղավ, որտեղ եք մնալու, որտեղ, անհայտ փոսերում կմնաք, հասկանում եք, անհայտ փոսերում, որովհետև թուրքը այդ հարցում լիակատար գերազանց ունակություն ունի։ Խաչագող Քավոր Պետրոս, այդ ինչպես եղավ, որ վերջապես համարձակվեցիք հրավիրել պարոն Բագրատյանին։ Ափսոս ես ամբողջը չեմ նայել, մի փոքր հատված եմ կարողացել նայել, որովհետև մտքովս չի անցել, որ վերջո կհամարձակվես հրավիրել Բագրատյանին։ Լսի, այդ քո անգիրարած ֆրազները չես հասկանում, որ Բագրատյանի վրա չի ազդի։ Քեզ թվում է, քո դեմ նստած է Արթուր Հովհաննիսյանը, թե Լևոն Շիրինյանը, թե Հոսեփ Խզմալյանը, թե են տղճիկ տվող 70-ամյա երիտասարդը Տիգրան Խզմալյանը, թե են Արման Բաբաջանյանը, լսիր, կարողացիր տարբերակել, ում հետ ինչ բառապաշար ես օգտագործում, դու երեկվա այդ հարցազրույցից հետո, որ նամուս ունենայր, ուղղակի կգնայր և ազատման դիմում կգրեիր, բայց քանի որ դու
չունես ոչ նամուս, ոչ պատիվ, այլ դու ուղղակի քպայական ես, քպայի խոսափող ես, դրա համար էլ երևի հանգիստ գնացիր տուն ու վերընկար ու սկսեցիր խժռել օրվա հերթական քո չափաբաժինը։ Երբ որ հրավիրում ես մարդկանց, հիշիր ում հետ ես ինչի մասին զրուցելու։ Ես հիմա առաջարկում եմ, ինձ հրավիրիր։ Դու գիտես, ես մի քանի անգամ պահանջել եմ ինձ հրավիրել լեզվի հարցերով, դու խոսափել ես, խոսափել պարզապես, չէ, ես չեմ հրավիրի, ես լեզվի հետ գործ չունեմ, բա ինչի հետ գործ ունես, այ ողորմելի, լեզուն մեր ազգային բացարձակարժեքն է, դու ինչ իրավունք ունես խախտելու և քո չորացած ճպուր կողակիցը, որ լավ, իսպես միլիոններով ստանում եք, ձեզ հրավիրիր, թոշակառու եմ, թոշակների մասին հրավիրիր, անամոտ, քպեն իր բոլոր ընկեցիկներով մի օր պատասխան է տալու, այդ օրը հույս ունեմ շատ չի ուշանալու, հույս ունեմ, որ այդ օրը կգա, մենք կտեսնենք ձեր այդ թուրքական գործոնի կործանումը և հայ ազգի ճախրը մենք պետք է տեսնենք, որովհետև դրան ենք մենք արժանի, մեր այս ազգը իր մաքուր կենցաղով, իր մաքուր արժեքներով, իր քրիստոնեական մաքրամաքուր հավատով, վերջի վերջո մի օր պիտի բարձրանա վերև և այդ բոլոր այդ ամբողջ ներոցուն ճանապարհին ամեն մեկս ունենք մեր անելիքը։ Ես եմ շնորհակալ։